Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Փաշինյան-Պուտին երեկվա հեռախոսազրույցից հետո կողմերը չհաղորդեցին որևէ արդյունքի մասին, բայց Մոսկվան պնդեց, որ Երևանը պետք է հանրաքվե անցկացնի, որոշելու եվրասիական թե եվրոպական ուղով է գնում։ Հայաստանը կողմ է Թեհրանի առաջարկին, Իրանի գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել։ 5 մեղադրյալ ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջուրյանի եղբոր Ավետ Կոնջուրյանին ծեծելու դեպքով եւ ոչ մի գործողություն Ավետ Կոնջուրյանի կողմից հայհոյանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելու մասով։ Թուրքիայի տարածքում Հայաստանին սահմանակից հատվածում վերանորոգվում է Գյումրի տանող երկաթուղին, Ազատության ռեպորտաժը Թուրքիայից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ինչ կտա Փաշինյան-Պուտին երեկվա հեռախոսազրույցը, Հայաստանի վարչապետն էր ըստ Կրեմլի հաղորդագրության զանգահարել Պուտինին։ Հայկական կողմի հաղորդագրության համաձայն Փաշինյանը Պուտինին դիմել էր միջոցներ ձեռնարկելու հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները վերացնելու հարցում։ Արգելված հայկական ապրանքների ցանկը նախընտրական շրջանից ի վեր անընդհատ նորանոր ոլորտներ է ներառում՝ ծաղիկներ, միրգ, բանջարեղեն, խմիչք, ձկնամթերք, վերջերս էլ նաև կաթնամթերք։ Արդյոք Ռուսաստանը կվերանայի այս մոտեցումը, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը չի պարզաբանել, փոխարենը նշել է, որ զրույցի հիմնական թեմաներից է եղել Հայաստանում Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվեի հնարավոր անցկացումը։ Մոսկվան հայկական մթերքները արգելելուն զուգահեռ պնդում է նաև, որ Հայաստանը վերջնականորեն կողմնորոշվի Եվրոպական միություն է գնում, թե մնում է Եվրասիականում։ Իսկ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը այսօր պատկերավոր է զգուշացրել, Եվրասիական միությունը չի փրկի երևանյան սուզվող նավը Եվրամիության ճանապարհին։ Չնայած Փաշինյան-Պուտին երեկվա հեռախոսազրույցից հետո կողմերը չհաղորդեցին որևէ արդյունքի մասին, ավելին Մոսկվան պնդեց, որ Երևանը պետք է հանրաքվե անցկացնի, որոշելու եվրասիական թե եվրոպական ուղով է գնում, կառավարող կուսակցության ղեկավար մարմնի անդամ նախարար Դավիթ Խուդատյանը իրավիճակը փակուղային չի համարում։ Սրանք հարցեր են, որոնք քննարկվեն եւ լիահույս են, որ այդ հարցերը կլուծվեն։ Ընտրություններից հետո առաջին հեռախոսազրույցում, որ հայկական կողմի նախաձեռնությամբ էր, վարչապետը ռուս գործընկերոջն ասել էր, թե հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական միության կարգավորումներին, Պուտինին խնդրելով միջոցներ ձեռնարկել խնդիրները լուծելու ուղղությամբ։ Մինչդեռ Մոսկվան միայն հաղորդեց, որ Ռուսաստանի ղեկավարը վերահաստատել է Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, թե ժողովրդական քվեարկությանը բանը կհասնի միայն, երբ Երևանը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնի։ Հանրապետության վարչապետի պատասխանը ամբողջական էր, սպառիչ եւ այլ հարցեր չի առաջացնում։ Այլ վստահ եմ, որ հարցերի զգալի մասը առաջիկայում կլուծվեն, կկարգավորվեն, որտեղ եթե նախընտրական շրջանը հաշվի առնենք, պիտի ասենք, որ որոշ գործընկերներ հիմնականում ընդդիմադիր դաշտից շատ ավելի վատատեսական սցենարներ էին կանխատեսում եւ վատատեսական սցենարների մասին են գուժում, ներառյալ Հայաստանի տնտեսության փլուզում, ներառյալ Ռուսաստանի հետ հնարավոր բոլոր ուրեմն հարաբերությունների խզում, բայց այսօր տեսնում ենք, որ այլ իրավիճակ է, իհարկե կան աշխատանքային հարցեր, որոնք քննարկման առիթ պիտի լինեն այս հարցերը։ Ընդդիմադիրներն էլ իրենց հերթին հիշեցնում են վարչապետի խոսքերը քարոզչության օրերին, թե ընտրություններից հետո լուծելու է այս հարցը։ Հերոսաբար հայտարարում են, որ իր առաջ անլուծելի խնդիր չկա։ Ինքը ՏՄ թե քաղաքական եւ թե տնտեսական խորհրդի անդամները կհանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ, բոլոր հարցերը կարգավորելու է, բայց մենք տեսնում ենք, որ որևէ առաջխաղացում չկա, ավելին ասեմ, այդ զանգի օրը Ռուսաստանը արգելեց նաեւ Հայաստանից կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան։ 1.5 տարի առաջ խորհրդարանն ընդունեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք, ինչից հետո իշխանությունները գործնական քայլեր չեն արել, հայտարարելով, թե Երևանն այնքան մոտ կլինի Բրյուսելին, որքան այնտեղ կցանկանան։
Ռուսաստանը դիրքորոշումը կտրուկ կոշտացրեց միայն այս տարի, հենց քարոզարշավի օրերին նախ տնտեսական սահմանափակումներ մտցնելով հայկական արտադրանքի համար, ապա նաև պահանջելով հանրաքվե անցկացնել։ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան խմբակցության падգամավորը ռուսների գործողությունների տրամաբանությունը տեսնում է։ Մեկը գալիս է տուն կնոջն ասում է, գիտես, ես ուզում եմ գնամ հարևանուի մոտ, բայց քանի հարևանուին ինչ չի ասել, այո, կլինի դու ինձ կերակրես եւ թողես, որ ես քո հետ ապրեմ։ Ժողովրդական խոսք ասում, ծովը չտեսած ինչի ես բոբիկ անում։ Առանց նախնական աշխատանքների, առանց տնտեսական, քաղաքական, նախապատրաստական աշխատանքների, քաջնազանական հայտարարությունները իրանք բերեցին այս իրավիճակին։ Երևանի քաղաքապետարանում իշխանության կոալիցիոն գործընկեր Արևմտամետ Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը համոզված է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ Փաշինյանի գործադրած ջանքերը, այցը Եկատերինբուրգ եւ հանդիպումը փոխվարչապետ Միշուստինի հետ, ինչպես նաեւ երեկվա հեռախոսազանգը արդյունք չեն տալիս։ Ըստ Սարգսյանի ժամանակն է, որ Երևանը դուրս գա հապկից ու հակաօդային պաշտպանության միասնական համակարգից, փոխարենը վերսկսի Եվրամիության հետ ազատ առևտրի եւ ասոցացման համաձայնագրի բանակցությունները, որոնք Սերժ Սարգսյանի օրոք ընդհատվեցին, երբ Երևանը Եվրասիականին անդամակցելու դիմում ներկայացրեց։ Արամ Սարգսյանը, սակայն մեկ ամիս առաջ շատ ավելի լավատես էր։ Բայց հունիսի 8-ին ամեն ինչ ընկնելու է իր տեղը, ամեն ինչ պետությունը շարունակել է իր նույն հունով գնալ, այդ արգելքները ու արգելանքները ամբողջությամբ հանվելու են, ռուսական իշխանությունները շնորհավորելու են հաղթած Հայաստանի Հանրապետության վարչապետին, նորից խոսելու են հայ-ռուսական ժողովուրդների բարեկամության մասով, պարզելու են, որ Ռոսգոսսելխոզնադզորը այդ մյուս բաներում արդեն մաքրված է գտել հայկական ապրանքները։ Ես սրանում կասկած չունեմ։ Մինչև օրս Ռուսաստանի նախագահը չի շնորհավորել վարչապետ Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ։ Քարոզարշավի նախօրյակին Կրեմլում ընդունելով Հայաստանի ղեկավարին, Պուտինը բարձրաձայնել էր ռուսամետ ուժերի ընտրություններին մասնակցելու իրավունքի մասին։ Հետագայում նաև համեմատություններ էր անցկացրել Ուկրաինայի եւ Հայաստանի միջև, թե այդ ճգնաժամն էլ սկսվեց Կիևի Եվրամիությանն անդամակցելու ցանկությունից։ Հայաստանցի շատ փորձագետներ սա որակում էին նախընտրական շանտաժ պրոռուսական ուժերի օգտին։ Փաշինյանի հետ երեկվա հեռախոսազրույցից հետո Պուտինն այսօր նաև Իլհամ Ալիևի հետ է կապ հաստատել։ Ըստ Մոսկվայի Ադրբեջանի նախագահի հետ քննարկել են երկկողմ եւ միջազգային օրակարգի հրատապ թեմաներ։ Հատուկ հայտարարությամբ այսօր Երևանին տնտեսական ճգնաժամի նախազգուշացումներ է ուղղել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, որ Եվրասիական միությունը չի փրկի երևանյան սուզվող նավը Եվրամիության ճանապարհին։ Ռուսաստանը վերջերս հաճախ հիշեցնում է նաև, որ Հայաստանն արտոնյալ ցածր գնով է գազ ստանում, սակայն այդ գինը մի քանի անգամ կբարձրանա, եթե Հայաստանը դադարի Եվրասիական տնտեսական միության անդամ լինել։ Եվ ուշագրավ է, որ այս զգուշացումների ֆոնին Իրանից առաջարկ է հնչում զգալի ավելացնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալները։ Իրանից վերադարձած տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը այսօր հայտարարել է, որ Հայաստանը դրական է արձագանքում Իրանի առաջարկին, հույս հայտնելով նաեւ, որ այս տարի ավարտին կհասցվի Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի կառուցումը։ Երկուստեք արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը փաստացի ունի ավելի մեծ ծավալով գազ ստանալու անհրաժեշտություն, Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա ստանալու անհրաժեշտություն, մեր խողովակաշարի առկա թողունակությունը ավելի մեծ է, քան դրանով հոսող էսպահին գազն է։ Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին։ Իրան կատարած երրորդի այցից հետո տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն այսօր Ազատության հետ զրույցում տեղեկացրեց, որ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել։ Նախարարի փոխանցմամբ երկուստեք շահավետ այս գործարքը ընդլայնելու շուրջ հայկական եւ իրանական կողմերը բանավոր համաձայնություն են ձեռք բերել։ Մնացած հարցերի լուծումն արդեն առաջիկայում ստեղծվելիք աշխատանքային խմբերի տիրույթում է։ Անցած շաբաթվա վերջին տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանի հետ հանդիպումից հետո Իրանի նավթի նախարարը տեղեկացրեց, որ Թեհրանը Երևանին առաջարկել է նոր առևտրային շրջանակ, որը նպատակ ունի ընդլայնել բնական գազի արտահանումը։
Դավիթ Խուդատյանը մինչդեռ այսօր չցանկացավ նշել Թեհրանը թե Երևանն է առաջարկել մեծացնել իրանական գազի արտահանման ծավալները, միայն ընդգծեց, թե հետաքրքրությունը երկուստեք է։ Եվ մեր արկա խողովակաշարի հնարավորությունը եւ նաեւ 400 կՎտ զորությամբ գծի կառուցման հնարավորությունը մեզ թույլ է տալիս առնվազն գործարքի ծավալները կրկնապատկել, դեռևս ավելի մեծ ծավալով, քան կրկնապատկումն է, բայց մինիմում կրկնապատկել հնարավոր է, այսինքն կարող ենք Իրանի Իսլամական Հանրապետությունը 2 անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտանել, փոխարենը 2 անգամ ավելի շատ գազ ստանալ, չնայած գազատարի թողունակությունը այս պահին ավելի շատ է, քան կրկնակի։ Գրեթե 20 տարի առաջ կառուցված Իրան-Հայաստան գազատարը տարեկան ավելի քան 2 միլիարդ խորանարդ գազ արտահանելու կարողություն ունի, սակայն այն տարիներ շարունակ օգտագործում է իր կարողության չնչին տոկոսը։ Անցած տարի Իրանից Հայաստան է արտահանվել ընդամենը 480 խորանարդ գազ։ Հայաստանը տարիներ շարունակ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում Իրանից ստացած գազը վերածում է էլեկտրաէներգիայի եւ փոխանցում Թեհրանին, այսինքն հայաստանցի սպառողներին այդ գազը չի հասնում։ Ինչպես նախարարն է նշում, փոխշահավետ այս գործարքի ծավալները մեծացնելու, ավելի շատ գազ ստանալու ու ավելի մեծ քանակությամբ հոսանք Իրան արտահանելու համար, սակայն անհրաժեշտ է, որ վերջապես ավարտին հասցվի Իրան-Հայաստան բարձրավոլտ կայանի կառուցումը, որը գրեթե 10 տարի է չի ավարտվում։ Նախարարն այսօր հույս հայտնեց, որ երկարատև ձգձգումներից հետո մինչև տարվա վերջ աշխատանքներն ավարտին կհասցվեն։ Նոր ուրեմն 400 կՎտ զորությամբ գծի կառուցման արդյունքում, որը մենք պլանավորում ենք արդեն այս տարվա վերջին ավարտել, առնվազն այդպիսի հավաստիացումներ ունենք եւ կապալառու ընկերության կողմից եւ Իրանի մեր պաշտոնյա գործընկերների կողմից, որ իրենք հետեւողականորեն կլինեն ուրեմն այս գիծը ժամանակին, այսինքն 2 տարեվերջին ավարտելու ուղղությամբ, որտեղ ժամանակային գրաֆիկից նախորդ տարիներին բավական շեղումներ արդեն ունեցել ենք, ինչի արդյունքում այո քննարկել ենք այն հնարավորությունը, որ Հայաստանը ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանի Իրանի Իսլամական Հանրապետություն, փոխարենը ավելի մեծ ծավալով գազ ստանա նաև Հայաստանի Հանրապետությունը։ Թեհրանի հետ էներգետիկ համագործակցությունը խորացնելու եւ գազի մատակարարման ծավալներն ավելացնելու մասին Իրանից հնչող հայտարարությունները հաջորդեցին Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի թանկացման մասին զգուշացումներին։ Անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինն էր զգուշացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մոսկվան գազը Երևանին վաճառում է 1000 խորանարդ մետրի դիմաց $177, մինչդեռ Եվրոպայում այն արժե շուրջ $600։ Արդյոք Հայաստանը Իրանից ավելի մեծ քանակով գազ ներկրելու ծրագրեր է մշակում նաև Ռուսաստանի հնարավոր գազային պատժամիջոցները մեղմելու համար։ Մոսկվան օրորի մեծացնում է Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Տարածքային կառավարման նախարարը, որ նաև իշխող ՔՊ վարչության անդամ է, վստահեցնում է, թե որևէ փոխկապակցվածություն չկա։ Սա այլ երկրի, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ կապ չունեցող որոշում է, տնտեսական ուրեմն շահավետ գործունեություն է, որը երկուստեք հետաքրքրություն ունենք ընդլայնելու։ Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածը գտնվում է ռուսական Գազպրոմի վերահսկողության ներքո։ Դեռևս 2015-ին այն վաճառվել էր ռուսական ընկերությանը։ Փորձագետները նշում են, որ առանց ռուսական կողմի համաձայնության իրանական գազի արտահանման ծավալների մեծացում հնարավոր չէ։ Նախարար Խուդատյանը սակայն Ազատությանն ասաց, թե հայկական կողմը գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում սահմանափակումներ չունի եւ որևէ խնդիր չի կարող առաջանալ։ Այդ ենթակառուցվածքը մենք հիմա էլ օգտագործում ենք, այդ ենթակառուցվածքով տարին 12 ամիս անխափան, նույնիսկ առանց սեզոնային բաներ հաշվի առնելու մենք տարին 12 ամիս եւ այսպես տարիներ շարունակ գազ ենք ուրեմն ներմուծել Հայաստանի Հանրապետություն եւ էլեկտրաէներգիա ենք ուրեմն արտահանել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Իդեպ գազի արտահանման ծավալներն ավելացնելուց բացի տարածքային կառավարման նախարարը իրանական կողմի հետ քննարկել է նաեւ Հայաստան-Իրան պետական սահմանին, տվյալ դեպքում Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման հարցը։ Դավիթ Խուդատյանն Ազատության հետ զրույցում նշեց, որ գործող կամուրջը անհրաժեշտ թողունակություն չունի եւ նոր կամուրջը, որի կառուցման աշխատանքները ծրագրում են սկսել 2027-ին եւ ավարտել մոտ 3 տարում, կմեծացնի Իրանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները, ինչն ըստ Խուդատյանի կարեւոր է թե Երևանի եւ թե Թեհրանի տնտեսության համար։ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջուրյանի եղբոր, նույնպես ՔՊԱ-ական Ավետ Կոնջուրյանի ծեծի դեպքով զարգացումներ կան։ 5 հոգու մեղադրանք է առաջադրվել, նրանցից 2-ը գրավ են վճարել եւ չբացակայելու մասին ստորագրություն տվել։ Մեղադրյալներից է նաեւ Ավետ Կոնջուրյանի երբեմնի ընկեր Աբովյանի ավականու ՔՊԱ-ական անդամ Նաիրի Հակոբյանը։ Փոխարենը իրավապահները որևէ գործընթաց չեն նախաձեռնել Ավետ Կոնջուրյանի նկատմամբ, որ ըստ Նաիրի Հակոբյանի ընտանիքի ծեծից առաջ մեքենայով իրենց տան շուրջ է պտտվել եւ սեռական հայհոյանքներ եւ սպառնալիքներ հնչեցրել։
Առնվազն մեկ անգամ Ավետ Կոնջորյանը դա արել է պարեկների ուղեկցությամբ։ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր նույնպես ՔՊԱ-կան Ավետ Կոնջորյանի ծեծի դեպքով 5 հոգու մեղադրանք է առաջադրվել ֆիզիկական ներգործության հոդվածով։ Կալանավորվածներ չկան 5-ից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը եւ բացակայելու արգելքը։ Ենթադրվում է նույն միջոցները կկիրառվեն նաեւ մյուս 3-ի նկատմամբ։ Մեղադրյալներից Նաիրի Հակոբյանի փաստաբանին հարցրինք՝ իր պաշտպանյալն ընդունում է մեղադրանքը։ Դիրքորոշում չի հայտնել, այլ կերպ ասած չի ընդունել։ Նաիրի Հակոբյանն Աբովյանի ավականու ՔՊԱ-կաններից հետ ծեծված ու այժմ տուժողի կարգավիճակ ստացած Կոնջորյանի նախկին ընկերը։ Նրա ընտանիքի անդամները երեք ազատությանը պատմել էին, որ ծեծին նախորդած շրջանում Կոնջորյանը մեքենայով բազմիցս մոտեցել է իրենց տանն ու սեռական հայհոյանքներ հնչեցրել։ Նաև այդ մասին վկայող տեսանյութեր տարածվեցին։ Ամեն աստու օր ինքը բարբերաբար ոչ ցավ վիճակում գալիս էր իմ պատուհանի տակ, վերջին բառերով հայհոյում էր։ Ընտանիքի պատմածից հասկացանք, որ նախկին ընկերները միմյանց հետ հաշիվ են պարզել։ Կոնջորյանի չդադարող հայհոյանքներին հետևել է ծեծը, իսկ գժտության պատճառների մասին վարկածները երկուսն են։ Ավետ Կոնջորյանին են մեծ գումար պարտք եղել կամ ինքն է պարտք եղել։ Բանն այն է, որ ավականու ՔՊԱ-կան Նաիրի Հակոբյանը նորակառույցների վաճառքով զբաղվող Միլոն Ռիելթի ընկերության փոխտնօրենն էր։ Կոնջորյանը տնօրենը։ Հակոբյանի եղբայրն ասում է ոչ թե մենք, այլ Կոնջորյանն ինքն է պարտք։ Արտախություն էլի, ես իմ խապել է, մենք իրան вообще փող պարտենք, եթե պարտենք, թող օրենքով գան, հələ տեսնենք ոնց ենք պարտենք, մեր մոտ ամեն ինչ օրենքով է։ Ավետ Կոնջորյանը Երևանից հրաժարվում է մեկնաբանել այս աղմկոտ միջադեպը։ Միլոն Մայնինգի ներկայացուցիչները հետքին պատմել են, որ նա բնակարանների գնորդներից ավել գումարներ է վերցրել, վաճառել ավտոկայանատեղիները առանց սեփականատիրոջ գիտության։ Ընկերությանն ավելի քան $100,000 վնաս է հասցրել, բայց որոշել են շատ չխորանալու Կոնջորյանին գործից հանելով հարցը փակել, բայց հարցը չի փակվել, հակառակը։ Միլոն Մայնինգի ու ՔՊԱ-կանների սերտ համագործակցության մասին հետք ամիսներ առաջ էր գրել։ Ընկերությունը հեշտացված թույլտվություններ է ստանում, հետո այդ նորակառույցներում տներ ու տարածքներ են ձեռք բերում Կոնջորյան ընտանիքի անդամները, ավականու ՔՊԱ-կան Նաիրի Հակոբյանը, Աբովյանի համայնքապետը։ Պարոն Կոնջորյան, ձեր եղբոր ծեծի հետ կապված ինչ կարող եք ասել, ինչու է ծեծի ենթարկվել։ Քաղաքացիական պայմանագրի ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուն Հայկ Կոնջորյանը եղբոր հետ կապված աղմկոտ պատմությունը երեկ չմեկնաբանեց, այսօր պարզաբանում տարածեց։ Հարցն իրավապահների տիրույթում է, վստահ եմ բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն, գրում է Կոնջորյանը։ Բռնության ցանկացած դրսևորում ֆիզիկական, հոգեբանական համարում անընդունելի անկախ այն գործադրող է անձից։ Ենթադրվում է Կոնջորյանն այսպիսով դատապարտում է ոչ միայն իր եղբորը ծեծելը, այլև նրա սեռական հայհոյանքները։ Որոշ քաղաքական շահարկումներ նպատակ ունեն դեպքը կամ դրան նախորդած տարբեր հանգամանքներ կապել իմ անձի հետ, ինչն անհնար է, քանի որ ես երբևէ որևէ պարագայում չեմ կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որը դուրս է օրենքի եւ իրավական պետության տրամաբանությունից, անկախ այն բանից, թե գործընթացի որ կողմում ով է կանգնած։ Սա ինձ համար եղել է եւ շարունակում է մնալ կարմիր գիծ։ Բայց կարմիր գծերի բացակայության մասին է խոսում ՔՊ շարքերից 2023-ին հեռացված Թաթուլ Ասիլյանը։ Նա 2025-ին էր դատարանի կողմից մեղավոր ճանաչվել կաշառքի միջնորդության քրեական գործով։ Դատապարտվել էր ու հիմա զայրանում է, իրեն չէր կարելի հարստանալ, Կոնջորյաններին կարելի է։ Իսկ ոնց ալնեմ, որ կարա Ավետ Կոնջորյանները կամ ես իմ ովքեր հարստանան, մենք չկարենանք հարստանանք, այդ խիչ պետք է էլի հարստանանք, ասենք մենք։ Իրանք պետք է արտոնություն ունենան, ասենք։ Խի պետք է իրանք ունենան, ախպետ դե մենք էլ ենք էլի թույլտվություն տալի, չայրը տալիս ենք էլի։ Այդ խի բռնեցիք դեզ մեզ։ Թաթուլ Ասիլյանը շարունակում է Փաշինյանի համակիրը մնալ ու ֆեյսբուքյան մի քանի տեսաուղերձներով հենց նրան է դիմում։ Ուրեմն սրանք երկու աղբերով պարոն վարչապետ։ Թաթախված են լիքը մեծ գործերի մեջ։ Ըստ հեռացված ՔՊԱ-կանի Ավետ Կոնջորյանը փորձել է իր ընտանիքից խանութ վերցնել։ Այդ գործը գլուխ բերելու համար Փաշինյանի անունն է տվել ու ընդհանրապես ուզում է, որ վարչությունը նրանց հարցը քննարկի, պարզի ինչպես հարստացան մի քանի տարում։ Ըստ օդում կախված լուրերի, ասում են, որ վերջը դրսերը մեր բաներ ունեն, գույքեր ունեն ձեռք բերած, այդ ինչով էլի ախպեր։ Արդյոք քաղաքացիական պայմանագրում Կոնջորյանների հարցը քննարկման կդրվի։ Հայկ Կոնջորյանը կշարունակի մնալ ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու։ Սրանք դեռ անպատասխան հարցեր են։ Շուշուց են, չգիտեմ, պատուհաններն են փակում, որ երեխեքս չլսեն։
ասենք ու հետո որ չտենան բարեկը հետևից գնում է։ Ավետ Կոնջորյանը չի հերքել, որ նախկին ընկերոջ տան մոտ հայհոյանքներ բղավողն ինքն է։ Նայիրի Հակոբյանի ընտանիքը բարձրաձայնել է, որ սա տևական շրջան շարունակվել է, իրենք ահաբեկված են։ Տեսանյութերից մեկում հայհոյախոսության ու սպառնալիքների ականատես են պարեկները, նրանք ուղեկցում են հայհոյախոսին, ովքեր են, ինչու չեն միջամտում, այս հարցերով դիմել ենք ներքին գործերի նախարարություն, պատասխան չունենք, իսկ Ավետ Կոնջորյանի հայհոյանքները քննության առարկա կդառնան ծեծի գործի շրջանակներում, տեղեկացրին դատախազությունից։ Այսօր հեծի պետականացման հարցով հանրային լսումներն էին, որ տևել են 14 րոպե։ Այս լսումներն անցկացնելը օրենքի պահանջ է։ Էլ-ցանցերի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին նախագիծը, մինչև կառավարության սեղանին հայտնվելը պիտի հանրային քննարկման դրվի։ Բայց բացի պետական գերատեսչությունների ներկայացուցիչներից եւ հեծի ժամանակավոր կառավարչից, որևէ մեկը այս լսումներին չի մասնակցել։ Հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ավելի վաղ ասել էր, որ ամենայն հավանականությամբ կառավարությունը նախագիծը կքննարկի օգոստոսի կեսերին։ Ընդամենը 14 րոպե այսքան տևեցին հեծի պետականացմանն ընդառաջ կազմակերպված հանրային լսումները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին մի քանի րոպեն բավարար էր, որ հիմնավորված համարեր, թե ինչու է անհրաժեշտ ռազմավարական օբյեկտ համարվող բաշխից ցանցերը ճանաչել հանրային գերակա շահ։ Մենք տարբեր ենթակառուցվածքների հետ կապված նախկինում այսպիսի որոշումներ կայացած են եղել եւ սրանք կայացնում ենք այն դեպքերում, երբ որ հարության շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահի նկատմամբ, ինչպես այս դեպքում է էլեկտրաէներգիայի բաշխումը, քանի որ կենսական հանրային ծառայություն է, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից դադարեցվել է Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի գործողությունը, անհրաժեշտ է ապահովել բնակչության անխափան էլեկտրամատակարարումը, սոցիալական եւ ռազմավարական օբյեկտների բնականon գործունեությունը, էներգետիկ համակարգի կայունությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը։ Ռազմավարական այս ենթակառուցվածքի գործունեության խափանումը կարող է առաջացնել սոցիալական, տնտեսական ու անվտանգային հետևանքներ, ներկայացրեց նախարարը։ Խուդատյանը սակայն չհստակեցրեց նախկինում արդյոք արձանագրվել են նման խափանումներ եւ կան կոնկրետ սպառնալիքներ, թե որոշումը հենված է զուտ ենթադրյալ ռիսկերի վրա։ Մի քանի րոպե պետականացման հիմնավորումները ներկայացնելուց հետո պաշտոնյան ամփոփեց։ Մենք առաջարկում ենք շարունակել Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացը։ Փոքրիկ այս դահլիճում լսումներին մասնակցեցին հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամն ու էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Ըստ նախարարության հաղորդագրության նաև քաղաքացիներ։ Ներկաներից ոչ մեկը 14 րոպե տևած լսումների ընթացքում այդպես էլ որևէ հարց նախարարին չուղղեց։ Նիստին ներկա չէին հեծի սեփականատերերը։ Ես կուզեի, որ այսօր սեփականատերերը նաև ներկա լինեին, գուցե իրանք էլ հարցեր ունենային, բայց առնվազն զարմանալի է ու տարակուսելի իրանց վերաբերմունքը այս process-ի նկատմամբ, այս փուլում, որովհետև նախորդ փուլերում ինչ-որ ակտիվ մասնակցություն իրանց կողմից տեսել ենք եւ ճիշտն ասած զարմացա, որ հիմա իրանցից ներկայացուցիչներ կարծես թե առնվազն իսկ ցանոթ ներկայացուցիչներ դահլիճում չկան։ Հեծը պետականացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցած տարվա հունիսին։ Դրանից ժամեր առաջ Տաշիր խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարել էր հայ առաքելական եկեղեցին իշխանությունների մեջբերեմ հարձակումներից պաշտպանելու մասին, ինչը իրավապահները որակեցին որպես իշխանությունը զավթելու կոչ։ Այժմ Կարապետյանի գործը դատարանում է հեծը պետականացման շեմին։ Թե ինչու այսօրվա լսումներին ներկա չէին ընկերության սեփականատերերը, հեծի նախկին տնօրեն Դավիթ Ղազենյանը պնդեց տեղյակ չէ։ Մենք պայքարել ենք, որ պայքարելու ենք, այդպեսի խնդիր չկա։ Ուղղակի կարող է մարտավարական բան ինչ-որ լինի, անկեղծ էր այդ։ Ազատությունը 2 ամիս առաջ գրել էր, որ Հայաստանի կառավարությունը դեռ վաճառքի փուլում էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին Սամվել Կարապետյանի ընտանիքին առաջարկել էր 23.5 միլիարդ դրամ։ Պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին 10 տարիներին ստացած շահաբաժինները շուրջ 23 միլիարդ դրամ։ Այսօրվա լսումներին մասնակցած ֆինանսների փոխնախարարը հաստատեց տեղեկությունը, բայց այդպես էլ չբացատրեց, թե ինչու պետք է սեփականատերը
շահաբաժինը վերադարձներ։ 23 միլիարդ 298 միլիոն 833 հազար 618 դրամով պայմանով, որ ընկերության ներկայիս բաժնետերերը ընկերությանը կվերադարձնեն 2016-ից 26 թվականների ընթացքում բաժնետերերին փաստացի վճարած շահութաբաժինների հանրագումարը, որը կազմում է 23 միլիարդ 158 միլիոն 169 հազար 31 դրամ։ Ստացվում է, որ պետությունն ըստ էության հեծի համար առաջարկել էր մոտ 145 միլիոն դրամ։ Արդյոք այս նույն գումարն է որպես փոխհատուցում վճարվելու սեփականատերերին։ Լսումների ներկա պաշտոնյաները այդպես էլ չասացին, բայց Դավիթ Ղազինյանը այդ գումարը ծիծաղելի որակեց եւ պնդեց սեփականատերերը շարունակելու են պայքարը հեծի համար։ Նրա գնահատմամբ պետությունը Կարապետյանից խլել է բաշխիչ ցանցերը։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Թուրքիայի տարածքում Հայաստանին սահմանակից հատվածում վերանորոգվում է Գյումրի տանող երկաթուղին, Ազատության ռեպորտաժը Թուրքիայից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թուրքիայի տարածքում Հայաստանին սահմանակից հատվածում վերանորոգում են երկաթուղին, նաև ավտոճանապարհը նորոգելու համար մրցույթ է հայտարարված, սակայն թե երբ կարող են բացվել սահմանները դեռ հայտնի չէ։ Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածություն Երևանն ու Անկարան ձեռք են բերել ավելի քան 3 տարի առաջ, երբ դեռ նոր էր մեկնարկել հարաբերությունների կարգավորման գործընթացը, բայց դեռ այդ հարցում էլ առաջընթաց չկա։ Իսկ ինչպես են վերաբերվում սահմանից այն կողմ Թուրքիայում ապրողները հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարին։ Իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանն այժմ Թուրքիայում է եւ զրուցել է սահմանամերձ բնակավայրում ապրողների հետ։ Ես այժմ Մակեդոնիայում եմ, հայ-թուրքական սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր անցքում։ Չնայած ընդամենը մի քանի րոպեի հեռավորությանը, հենց այսպես երկաթուղիով կամ ավտոճանապարհով Հայաստան վերադառնալ չեմ կարող։ Չնայած պայմանավորվածություններին ու երկխոսությանը, հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ։ Սահմանամերձ շրջանի բնակիչները, որոնք հիշում են, թե ինչպիսին էր իրենց առօրյան տասնամյակներ առաջ, երբ սահմանը բաց էր, հիմա սպասում են իշխանությունների որոշմանը եւ հուսով են, որ սահմանները կվերաբացվեն։ Սահմանի բացումը շատ լավ կլիներ։ Այսինքն մենք արդեն տարիներ շարունակ ուզում ենք, որ այս սահմանը բացվի, որպեսզի լավ բարեկամական հարաբերություններ ունենանք, մեր գնալ գալը հանգիստ լինի։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները սակայն առայժմ չեն իրագործվել։ Տարիներ առաջ կողմերը պայմանավորվել են սահմանները բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Մինչ այս պահը նորություն չկա։ Այնտեղ եկող ռուս կամ հայ քաղաքացիների հետ խոսում էինք, այսինքն նրանք էլ կիսատ-պռատ թուրքերեն գիտեն, լավ թուրքերեն իմացողներ էլ կային, խոսում էինք նրանց հետ, բայց իհարկե մենք տարիներ շարունակ ուզում ենք դռան բացվելը։ Բացվելն ավելի լավ կլինի, մեր շրջանի համար լավ կլինի, բարին ընձեզ։ Սահմանի այս կողմում ապրող մարդիկ հիշում են, ինչպես էին շփվում հայերի հետ։ Այժմ կարծում են, սահմանի բացումը նոր շունչ կհաղորդի տարածաշրջանին։ Այսօր մենք ապրում ենք երկրի արևելքում, ամենավերջին քաղաքում։ Դրանից հետո այլ քաղաք չկա։ Այս սահմանի բացումը մեծ ներդրում կունենա եւ մեր նահանգի, եւ տարածաշրջանի ժողովրդի, եւ ձեռներեցների, եւ առևտրի համար։ Այսօր առևտրի առումով գործարարները ուզում են այստեղ ներդրում անել։ Աքյաքյայի բնակիչները պատմում են, սահմանի փակումը բացասաբար է անդրադարձել իրենց սոցիալական պայմանների վրա, հանգեցնելով թանկացումների։ Գնացքի վագոններով ալյուր էր գալիս, ծնունդ էր գալիս, ածուխ էր գալիս, ցեմենտ էր գալիս։ Իհարկե, երբ այս դուռը փակվեց, դրանք վերացան։ Ինչ եղավ, արեստավորներ սկսեցին բեռնատարներով բերել, ինքնարժեքը բարձրացավ։ Սա էլ անդրադարձավ քաղաքացիներին, ժողովրդին։ Զբոսաշրջիկներ էին գալիս ու երբ գալիս էին, իջնում էին քաղաք։ Ծխախոտ էին առնում, ջուր էին առնում, թե էին առնում, կոլա էին առնում։ Հավատացեք, կատարյալ բազմություն էր լինում։ Բոլորն էլ այսպես ծափահարություններով էին դիմավորում եկող զբոսաշրջիկներին, հյուրերին։ Իմ հետևում Աքյաքյայի երկաթուղային կայարանն է, այս ուղղությամբ դեպի Հայաստան վերջին կայարանը։ Պաշտոնական Երևանը հայտարարում է Ախուրիկ Աքյաքյա երկաթուղին վերականգնելու
Ցանկության մասին ԱՔՔ-ի քաղաքապետի խոսքով թուրքական կողմում այժմ աշխատանքներ են ընթանում։ Մի քանի ամսից կավարտեն երկաթուղու վերականգնման աշխատանքները, նաև մրցույթ են հայտարարել ավտոճանապարհը վերականգնելու համար։ Թուրք պաշտոնյան այդուհանդերձ ընդգծում է, քաղաքական որոշում պետք է լինի։ Մի խումբ լրագրողներով կարողացան հարցեր ուղղել Կարսի արդյունաբերական պալատի նախագահին, հենց այստեղ այս քաղաքում շուրջ 2 ամիս առաջ նկատվել էին ավելի քան 5 տասնյակ հայգործարարներ։ Հունիսի սկզբին Կարս էին այցելել ավելի քան 5 տասնյակ հայգործարարներ։ Նրանց հյուրընկալել էր Կարսի արդյունաբերական պալատի նախագահ Քադիր Բոզենը։ Նրա խոսքով համատեղ ֆորումի ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն են առանձնացրել։ Հանդիպմանը ներկա են եղել մոտ 57 գործարարներ Հայաստանից, որոնք ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ տեքստիլ հանքարդյունաբերություն, շինանյութեր, սնունդ և ծաղկի բիզնես։ Շփումները շատ արդյունավետ են եղել և արդեն կան որոշակի գործնական քննարկումներ ու պայմանավորվածություններ։ Հիմնական ու առաջնահերթ ոլորտներն են տարածաշրջանային զբոսաշրջությունը, ռեստավրացիան, շինությունների վերականգնումը, սննդի արդյունաբերությունը, շինարարությունը և տեքստիլը։ Թուրքական գործարարշրջանակի ներկայացուցիչը նաև փակագծեր է բացում, հայկական կողմի ցանկություն կա ծածկոցներ գնել։ Կարսի ընկերություններից մեկն էլ առաջարկել է Երևանում շենքերի ջերմամեկուսացման աշխատանքներ իրականացնել։ Այստեղ կան որոշակի ընթացակարգային հարցեր կապված հատուկ մեքենասարքավորումների տեղափոխման հետ, որոնք այժմ փորձում են լուծել։ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը հսկայական դրական ազդեցություն կունենան ամբողջ տարածաշրջանի, ներառյալ Կովկասի տնտեսության զարգացման վրա։ Այս տնտեսական օգուտներն ակնթարթորեն չեն երևաց, սակայն ժամանակի ընթացքում լրջագույն ձեռքբերումներ կապահովեն բոլոր կողմերի համար։ Կարսի արդյունաբերական պալատի նախագահը նաև հայտնեց, սեպտեմբերին էլ Երևանում են նախատեսում ֆորում անցկացնել։ Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Թուրքական կողմի պաշտոնյաներն այդուհանդերձ ընդգծում են, որ Անկարան պետք է քաղաքական որոշում կայացնի, որ սահմանները դարձյալ բացվեն։ Շիրակում կաթիլային ոռոգումը սկսել են փորձարկել նաև կարտոֆիլի ցանքատարածություններում և այս տարի մոտ 50 հեկտար կարտոֆիլ ոռոգվում է նոր տեխնոլոգիաներով խնայողական ռեժիմով։ Կրկնակի կրճատվել է ջրի ծախսը։ Շիրակի մարզում այս տարի 3000 հեկտարից ավել կարտոֆիլ է մշակվել, որի 2%-ը շուրջ 50 հեկտարն արդեն ոռոգվում է կաթիլային համակարգով։ Շիրակցի գյուղատնտեսները սկսել են ոռոգման համակարգի նոր տեխնոլոգիաների կիրառումը, քանի որ դաշտերում աշխատուժի պակաս կա, նաև ոռոգման ջրի ծախսն են կրճատել։ Անցած տարի փորձարկել, այս տարի արդեն ազատանցի Աբրահամյան եղբայրները իրենց 16 հեկտար կարտոֆիլի դաշտերը սկսել են ոռոգել կաթիլային եղանակով։ Շուրջ 10 միլիոն դրամ վարկ են վերցրել կաթիլային ոռոգման համակարգը կառուցելու համար։ Ոռոգման բաց համակարգից ջուրը խողովակով պոմպ է մղվում, հատուկ զտիչ սարքն էլ արդեն դաշտի խողովակներ ու կաթիլ ջրվում են կարտոֆիլի դաշտերը։ Բետոնապատ ջուրը վերցնում եք բաղիչ պոմպի միջոցով, այնտեղ այդ ֆիլտրացիոն համակարգերն է, որ մաքրում են տղաները։ Ժամանակ առ ժամանակ այդ ֆիլտրացիոն համակարգը սպասարկում է, որպեսզի ռեդինյա խողովակները չխծանվեն։ Ռեդինյա խողովակների խծանվելու դեպքում այստեղ հիմա տեսեք ինտենսիվ կատոցներ կան ջրի, խծանվելու դեպքում այս կատոցները չի լինելու։ Ու մենք ես չենք կարողանալու դաշտում վերականգնենք դրա համար, քանի որ ջուրը պղդոր է, բաց համակարգով է, բաց ցանցով է գալիս ջուրը, փակ ցանցով չէ մեր ջուրը։ Դրա համար մենք այս սիստեմն ենք ընտրել, որպեսզի կարողանանք եւ դժվար ոռոգվող դաշտերը կարողանանք ոռոգել։ Կան դաշտեր, որ երևում է հարթության վրա է կամ հարթ է, բայց ագոսային եղանակով այս դաշտերը շատ դժվար են ոռոգվում եւ բերքն ենք փչացնում։ Ակոսային եղանակով ջրելու դեպքում եւ ջրի ծախսն է շատ եւ ոչ համաչափ էին ջրվում դաշտերը, որն էլ իր հերթին բերքի վրա էր ազդում։ Այս եղանակով, ասում է, առողջ բերք կստանան։ Մեր ստացած բերքը աշնան առողջ է լինելու։ Կա փուլ կարտոֆիլի վեգետացիայի ընթացքում կոնկրետ օգոստոսի վերջի եւ սեպտեմբերի առաջի 10-օրյակի մասին է խոսքը, որ ոչ մի ձևով ագոսային եղանակով չես կարողանալու ոռոգես, եթե փորձենք ոռոգել, ամբողջությամբ բերքը կփչացնենք, որովհետեւ ջուրը չի կարողանում ազատ տեղաշարժվել ագոսներով, այդ կանաչ զանգվածի պատճառով։
Այս պարագայում կատիլայինը կամ այն մյուս տեսակը ցնցուղայինը շատ դրական ազդեցություն է թողնում այդ ոռոգման համակարգի ժամանակ, ոռոգման process-ի ժամանակ։ Ազատանցի ֆերմերից հետաքրքրվեցինք, թե նույն 16 հեկտար կարտոֆիլի դաշտը, եթե նախկին ակոսային եղանակով ջրեր որքան գումար էր ծախսելու եւ հիմա երբ անցում է կատարել կաթիլային համակարգի։ Ամեն հեկտարին ժամանակ վճարելու ենք մի 100,000 դրամ։ Հիմա արդեն եթե վերցնենք ջրի խորանարդով քիչ ենք վճարելու, կեսքին 50%-ով ջրի ծախսը կրճատվել է, եթե սովորական ագոսային ոռոգման պայմաններում ես բազմիցս հաշվել եմ 600, 700, 800 նույնիսկ 1000 խորանարդ մետր ջուր է օգտագործում 1 հեկտարի հաշվով։ Ոռոգման ջրի կորուստ չունենք, դա ամենակարևորն է, ասում է Գևորգ Աբրահամյանը։ Դաշտի վերջնամասում բավականին մեծ ջրի կորուստներ են կուտակվում, գոյանում։ Այս պարագայում երևի նկատելի է, դուք էլ ֆիքսեցիք, տեսաք, որ ջրի կորուստ ընդհանրապես չկա, ճանապարհները չոր են, մաքուր են, դաշտի եւ սկզբում եւ դաշտի վերջում էֆեկտը դրանում է, որ ջրի կորուստ մենք ընդհանրապես չունենք, ջրի խնայողություն։ Վերջինիս կարծիքով կլիմայի գլոբալ տաքացման եւ ջրային պաշարների սակավության պայմաններում կաթիլային համակարգին անցումը լուրջ տնտեսումներ կարող է ապահովել։ Ուղղակի այս պարագայում, երբ որ ամբողջ աշխարհը գնում է քաղցրահամ ջրի կռիզիսի, մենք փորձում ենք բնապահպանության մասին ավելի շատ մտածել։ Եվ մեր բույսի բերքի մասին ենք մտածում, եւ ինչու՞ չէ, ջուր, որը թանկ հաճույք է, թանկ ռեսուրս է, կարելի է կուտակել, ու եթե ունենանք մենք բավականաչափ ջրամբարներ, ջուրը քիչ ենք օգտագործելու, կորուստներ չենք ունենալու։ Հաջորդ տարի ֆերմերը միայն խողովակներն է փոխելու, մնացած սարքավորումները փոխելու կարիք չկա։ Սպասվող բերքն արդյոք կատարած ծախսը կարդարացնի։ Եթե մենք ստացանք լավ բերք, այն որ ասում են ճդերն աշնանն են հաշվում, հուսով եմ ու համոզված եմ, որ լավ բերք ստանալու են։ Իրենց օրինակին հետևելու ազատանցի այլ ֆերմերներ եւս անցել են ոռոգման կաթիլային համակարգի։ Տեսնենք ինչ է կատարվում Հայաստանից դուրս։ Սպիտակ տանն այսօր հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ Զելենսկու գրառման հանդիպման ընթացքում քննարկել են Patriot հակաօդային համակարգերի հրթիռների արտադրության եւ դիվանագիտական գործընթացների հնարավոր վերսկսման հարցերը։ ԱՄՆ ժամանելուց հետո Զելենսկին սոցիալական ցանցերում գրել էր նաեւ, որ ԱՄՆ նախագահից բացի նախատեսված են հանդիպումներ այն մարդկանց հետ, ովքեր կարող են աջակցել Ուկրաինայի պաշտպանական կարողությունների ընդլայնմանը։ Ճապոնիայի հարավում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, առնվազն 1 զոհ եւ մի քանի տասնյակ վիրավոր կա։ 7.1 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները արձանագրվել են երկրի հարավային Կյունսյու կղզու Կումամոտո շրջանում։ Տեղական իշխանությունները չեն բացառում, որ առաջիկայում տուժածների թիվը կարող է աճել, մասնավորապես տեղեկություններ կան Կումամոտոյում գտնվող առևտրի կենտրոններից մեկի փլուզումից հետո փլատակներում գտնվող մարդկանց մասին։ Աշխարհի եւ Եվրոպայի նախկին չեմպիոն Զինեդին Զիդանը ստանձնել է ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս մասին հայտարարել է այսօր Փարիզում կայացած ասուլիսի ընթացքում, որին ներկա էր նաև հավաքականի նորանշանակ մարզիչը։ Դիմելով հավաքված լրագրողներին Զիդանը հայտարարել է, որ մինչ այս մերժել է այլ ակումբներ մարզելու բազմաթիվ առաջարկները, քանի որ իր միակ ցանկությունը Ֆրանսիայի հավաքականը մարզելն էր։ Անվանի ֆրանսիացի ֆուտբոլիստը իր մարզչական կարիերայի ընթացքում միայն մեկ թիմի Մադրիդի Ռեալի հետ է աշխատել։ Զիդանի գլխավորությամբ իսպանական ակումբը 3 տարի անընդմեջ 2016-ին, 17-ին եւ 18-ին հաղթել է Չեմպիոնների լիգայում։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք Ազատություն.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական հաջորդ թողարկումը վաղը ժամը 20-ին է։ Հաջողություն։